Բնականաբար երկրում կան շատ խնդիրներ, բայց չգիտես ինչու ինչ որ դերակատարներ որոշել են կենտրոնական իշխանության հետ չհամագործակցել։ Սա պարզապես քաղաքական գզվորտոց է եւ որևէ մեկը այսպես չի կարողանում հստակ կողմնորոշվել։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն նախ եւ առաջ պետք է առաջնորդվեն քաղաքական ուժերի ծրագրերով, քաղաքական ուժերի առաջնորդների դերակատարությամբ, երբեմն էլ հայերենի իմացությամբ։ Սպառնալիքների բովանդակությամբ ենք մենք տեսնում ինչ որ գրառումներ, կա մեծ թվով կեղծ տեղեկատվություն եւ ցավոք սրտի սա ինչ որ կերպ նյարդայնացնող է։ Արդյոք նույն Եվրամիության փորձագետների ներգրավվածությունը մեր ընտրական գործընթացների կազմակերպման հարցում նույն դրսի ներգործության աստեցության հետ չի ասոցացվում։ Մարիա Զախարովան խոստացավ, որ պատրաստ են օգնելու Հայաստանին դիմակայելու ապատեղեկատվական արշավների դեմ, մենք դեռ սպասում ենք։ Կարծես թե միշտ կարիք կա խոսելու այն մասին, թե ինչ է արվել։ Կարևորն այն է, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը ներկայացնում ենք բարձրես։ Տնտեսական ծրագրերը, կրթական ծրագրերը եւ նաեւ ինչու ոչ միջազգային այսպես հարաբերությունները։ Կարևոր է բալանսավորված քաղաքականություն վարել, իսկ դրա համար ինչ է պետք է ինքնիշխան երկիր, որին էլ մենք ձգտում ենք։ Իսկ ակնկալիքը մեկն է՝ խաղաղությունը։